Պարտատոմսերը շատ տարածված ներդրում են, բայց շատերի համար դրանք անհասկանալի են։ Այսօր եկեք պարզենք, թե ինչ է պարտատոմսը եւ ինչպես կարող է օգտակար լինել ձեր ներդրումային պորտֆելի համար։ Պարտատոմսը ամենապարզ ձևով ասած վարկն է։ Դուք գումար եք տալիս ընկերությանը կամ պետությանը, իսկ նրանք ձեզ տոկոս են տալիս այդ գումարի համար։ Ընկերությունները եւ պետությունները հաճախ են պարտատոմսեր թողարկում, երբ ուզում են գումար հավաքել, նոր նախագծի համար կամ ընթացիկ ծախսերը ծածկելու համար։ Որոշ մարդիկ պարտատոմսեր են գնում, որովհետև ուզում են իրենց գումարը պահպանել եւ միաժամանակ փոքր-ինչ եկամուտ ստանալ։ Պարտատոմսերը համարվում են բաժնետոմսերից ավելի ապահով, եւ շատերը դրանք օգտագործում են ու իրենց ներդրումները տարբեր ուղղություններով բաժանում։ Եկեք նայենք մի օրինակի։ Պատկերացնենք, որ Fairview քաղաքը ուզում է նոր ստադիոն կառուցել։ Դրա համար որոշում է պարտատոմսեր հանել։ Ամեն պարտատոմս $1000 է, որը քաղաքը խոստանում է վերադարձնել 10 տարուց։ Քաղաքը խոստանում է տարեկան 2% տոկոս տալ։ Պարտատոմսերի աշխարհում այն անվանում են կուպոն։ Մի մարդ գնում է պարտատոմս $1000-ով։ Հիմա ինչ է լինում։ Ամեն տարի Fairview քաղաքը նրան տալիս է $20։ Սա շարունակվում է ամբողջ 10 տարին։ Երբ 10 տարին անցնում է, մարդը վերադարձնում է պարտատոմսը, իսկ քաղաքը վերադարձնում է նրա $1000-ը։ Սա լավ գործարք էր երկուսի համար էլ։ Քաղաքը ստացավ գումար ստադիոն կառուցելու համար, մարդը ստացավ կանոնավոր տոկոս 10 տարի եւ վերջում էլ իր գումարը ետ ստացավ։ Պարտատոմսի լավ կողմն այն է, որ դու գիտես, երբ ինչքան գումար կստանաս։ Դա ավելի կանխատեսել է, քան բաժնետոմսերը։ Բաժնետոմսերը կախված են շուկայից։ Մի օր բարձրանում են, մյուս օրը ընկնում։ Իհարկե, պարտատոմսերն էլ ունեն իրենց վտանգները։ Վտանգներից մեկն է, որ ով որ պարտատոմսը հանել է, կարող է չվերադարձնել գումարը։ Այն անվանվում է default։ Սովորաբար, որքան ավելի մեծ է վտանգը, այնքան ավելի շատ տոկոս են տալիս։ Վտանգի չափը կախված է նրանից, թե ով է տալիս։ Օրինակ, պետությունները սովորաբար հուսալի են, դրա համար էլ նրանց պարտատոմսերի տոկոսը ցածր է։ Ընկերությունների պարտատոմսերը ավելի ռիսկայլին են, դրա համար էլ ավելի շատ տոկոս են առաջարկում։ Կան հատուկ կազմակերպություններ, որոնք գնահատում են պարտատոմսերը, այսինքն տալիս են վարկանիշ։ Սա օգնում է հասկանալ, թե որքան հուսալի է պարտատոմսը, բայց ուշադիր եղեք, այդ կազմակերպությունները միշտ ճիշտ չեն լինում, այնպես որ ինքներդ էլ ուսումնասիրեք, մինչև գումար ներդնելը։ Մեկ այլ վտանգ էլ կա՝ տոկոսադրույքների վտանգը։ Եթե երկրում տոկոսադրույքները բարձրանում են, իսկ դուք ունեք հին ցածր տոկոսով պարտատոմս, ապա կորցնում եք։ Ինչու՞։ Որովհետև բոլորը սկսում են նոր բարձր տոկոսով պարտատոմսեր գնել։ Եթե ուզում եք վաճառել ձեր հին պարտատոմսը, պետք է էժան վաճառեք, որ որևէ մեկը գնի։ Շատ մարդիկ պարտատոմսեր օգտագործում են գումարը պաշտպանելու եւ փոքր եկամուտ ունենալու համար։ Շատերը նաև ներառում են ներդրումը բաժնետոմսերում, իրենց նպատակներին հասնելու համար։ Քանի որ պարտատոմսերը աշխատում են այլ կերպ, քան բաժնետոմսերը, դրանք կարող են օգնել ձեր պորտֆելը կայուն վայել։ Հիշեք, որ մենք պարզ օրինակ ենք քննարկում։ Իրականում պարտատոմսերը շատ ավելի բարդ բան են տարբեր տեսակների տարբեր վտանգներով։ Մինչև ներդրում անելը պետք է լավ ուսումնասիրեք, ինչի մեջ եք գումար դնում։